Փաստաչափի եթերում ծանոթացեք փաստերի ստուգման հարթակի անցնող շաբաթվա ուշագրավ հրապարակումներին։ Բարև ձեզ, ես Նանե Մանասյանն եմ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ։ Փաստերի ստուգման հարթակը ուսումնասիրել է Հայաստանում ցեղասպանության ժխտման վերաբերյալ օրենսդրությունը։ Պարզվում է 2022 թվականից գործող նոր քրեական օրենսգրքում արդեն կա ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթ։ Այդ օրենքում սակայն պատիժ է նախատեսվում միայն այն դեպքերում, երբ ժխտումը կատարվել է սահմանափակ հիմքերով և նպատակներով։ Բացի այդ, օրենքը վերաբերում է առհասարակ մարդկության դեմ հանցագործություններին և ցեղասպանություններին և ոչ թե կոնկրետ Օսմանյան Թուրքիայում կատարված հայոց ցեղասպանությանը։ Միևնույն ժամանակ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է 15 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն։ Հետևաբար, օրենքը տարածվում է նաև հայոց ցեղասպանությունը ժխտողների վրա։ Մենք զուգահեռներ ենք տարել նաև Իսրայելի հոլոքոստի ժխտման վերաբերյալ օրենսդրության հետ ու պարզել, որ իսրայելական օրենքը վերաբերում է հենց հոլոքոստի ժխտմանը։ Այստեղ հստակ ամրագրված է հոլոքոստը որպես հանցագործություն և նշված է դրա կատարողը՝ նացիստական Գերմանիան։ Արտիկի համայնքապետարանը 2022 թվականին փոխհամայնքապետ Արման Աջամողլյանի հետ կապվող Արմինե Հակոբյան կոչվող ԱՁ-ի հետ երկու գնման պայմանագիր է կնքել ընդհանուր 2.7 միլիոն դրամով։ ԱԶ-ի հետ կապ ունի նաև համայնքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Փանոյանը, որը ըստ մեր տեղեկությունների համատեղում է համայնքային ծառայողի և ԱԶ հաշվապահի պարտականությունները։ ԱԶ-ն գրանցվել է 2022 թվականի փետրվարին Աջամողլյանի համայնքապետարանում պաշտոնի ստանձնումից ամիսներ անց և գործում է որպես Պիցցա Նիցցա անունով սննդի հաստատություն։ Հատկանշական է, որ նույնիսկ ԱԶ-ի կոնտակտային տվյալները Աջամողլյանին են պատկանում, իսկ Փանոյանի էլեկտրոնային հասցեն օգտագործվել է մրցույթային հայտի փաստաթղթերում, դարձյալ որպես կոնտակտային տվյալ։ Հետաքննության արդյունքում ի հայտ եկած փաստերը վկայում են համայնքապետարանի գնումները իրականացվել են հնարավոր շահերի բախման պայմաններում կապված կոնկրետ պաշտոնյաների և նրանց մտերիմների հետ։ Մանրամասները կարող եք կարդալ մեր կայքում։ Այսօրվա համար այսքանը։ Շարունակեք հետևել մեզ սոցիալական ցանցերում, հղումները գտեք մեկնաբանությունում։ Կհանդիպենք։ Thank you.